Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը, եւ այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը եւ մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը եւ ինչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը Օսմանյան կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը ռուսական կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը Խորհրդային միությունը։ Եվ ինչպես Պարս թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։